Bonjour, բարև ձեզ, ձեր հետ Սոնան է, ինտերիերի դիզայներ եւ այսօր մենք հավաքել ենք նոր ինտերիեր Coco Chanel-ի ոճով։ Եթե ծանոթ չեք Coco Chanel-ի ոճին, հիմա մենք մի փոքր ուսումնասիրություն կիրականացնենք, որից հետո արդեն կսկսենք հավաքել ինտերիերը։ Գնացինք։ Chanel-ը ծնվել է 1883 թվականին Ֆրանսիայում։ Որոշ ժամանակ երգել է Կաբարեում։ Նրա առաջին խանութը բացվել 1913 թվականին։ Փոխել է կանացի նորաձևությունը վերացնելով կորսետները, ստեղծել է սև փոքրիկ շրջածկեստը, իսկ 1921 թվականին թողարկել է Chanel համար 5 օծանելիքը։ Սիրում էր տղամարդկանց հագուստ կրել։ Հայտնի էր իր օրինակ ոճով եւ ազատության նկատմամբ մեծ սիրով։ Նախքան սկսելը եկեք հասկանանք, թե 1910-1920-ական թվականներին որ ոճերն են գերիշխել ֆրանսիական ինտերիերներում։ 1910-ական թվականներին ակտուալ էր Ար-Նուվո ոճը, որին բնորոշ են հետևյալ հատկանիշները՝ կոր գծեր, ծաղկային եւ բուսական մոտիվներ, վիտրաժի կիրառում, մոզաիկա, փորագրված էլեմենտներ, ձեռագործ կահույք, հոսուն գծերով։ Իսկ 1920-ական թվականներին նա փոխարինելու եկավ Ար-դեկոն, որին բնորոշ են հետևյալ գծերը՝ հստակ երկրաչափական ֆորմաներ, շքեղություն, կոնտրաստային նյութերի կիրառում, լաքապատված երեսածածկեր, մետաղ եւ ապակի։ Իսկ եթե խոսենք, թե ինչ է դուր գալիս հենց Coco Chanel-ին ինտերիերներում, ապա դա կլինի միանշանակ սև եւ սպիտակ գույների կիրառումը, այդքան էլ ճիշտ։ Նա չէր սիրում ծառացված ֆորմաներ, շատ էր սիրում հայելիներ, քանի որ դրանք ապահովում էին լուսավորություն եւ ընդարձակում էին տարածքը, եւ նրա վրա մեծ ազդեցություն էր ունեցել արևելքը, ուստի շատ էր սիրում շիրմաներ կիրառել, ուներ չինական վազաներ եւ հատուկ սեր ուներ մետաքսի նկատմամբ։ Նրա սիրելի սիմվոլներն էին առյուծները, երեքնուկները, ուղտերը եւ 5 թիվը։ Chanel-ին շատ էին դուր գալիս հնաոճ իրերը եւ հատկապես բարոկկո ոճի կիրառումը կահույքի մեջ։ Սեր ուներ ընթերցանության նկատմամբ եւ գրքերը նրա ինտերիերի անբաժան մասնիկն էին։ Եթե հետևում եք նախագծին, ապա նկատեցիք, որ մի մասը արդեն արված է, իսկ ես արդեն շատ հոգնած եմ եւ սոված եմ ու գնում եմ տուն հանգստանալու, քանի որ կիրակի է։ Սա արդեն լրիվ նոր օր է, ես նորից վերադառնում եմ աշխատանքի, իհարկե կիրակի է, էլի հանգստյան օր, բայց ես ավելի տրամադրված եմ, գնել եմ սառը ըմպելիք, որպեսզի թարմ ուժերով անցնեմ եւ շարունակեմ նախագիծը։ Իհարկե կենտրոնանալու եւ հավաքվելու համար առաջին բանը, որ ես անում եմ, մազերս հավաքելն է։ Մինչդեռ դուք հետևում եք այս արվեստի գործի ընթացքին, ես պատմեմ, թե ինչ կարված մինչև այս պահը։ Ընտրված է ննջասենյակի հատակագիծ 2 մեծ պատուհաններով եւ պատշգամբներով։ Արդեն տեղադրել եմ անկողինը, որը ավելի բնորոշ է Ար-Նուվո ոճին, եւ ընտրել եմ գորգը, որը ունի երկրաչափական ֆորմաներ, որը բնորոշ է Ար-դեկո ոճին։ Դուք տարածք եմ առանձնացրել հանգստանալու համար։ Ներկա պահին գրում եմ, թե ինչ պետք է ավելացնեմ արդեն այս անգամ, հույս ունեմ, որ ոչինչ չեմ փոխելու։ Ցակը սպասվածից երկար ստացվեց։ Որ այդ թվականներին հեռուստացույցներ չկային, անկողնու դիմացի պատը պետք է նոր հետաքրքիր լուծումներով իրականացվեր, եւ ես որոշեցի, որ դա իդեալական հատված է պահարան, գրապահարան եւ դերասեղան ունենալու համար։ Իսկ սա առաստաղի առկա ձևավորում է, որը ես պատրաստում եմ օգտագործել իմ 3D-ում։ Իսկ ես չդիմացա եւ քանդեցի ու հյուսեցի մազերս։ Եկեք ձևացնենք, թե ամեն ինչ նորմալ է։ Իրականում սկզբանե որոշել եմ, որ այս վիդեոն պետք է հենց ամբողջությամբ առանց արագացնելու ձեզ ցույց տամ, որովհետեւ մտածում եմ, որ հետաքրքիր կլինի հետևել ընթացքին, քանի որ ինչպես արդեն գիտեք, սա պատրաստի մոդել է եւ այս պատրաստի մոդելը ես պետք է հարմարացնեմ իմ տարածքին, բայց այն շատ երկար կլինի, որպեսզի այդպես թողնեմ, հուսով եմ դուք կարողացաք տեսնել ամբողջ ընթացքը։ Քանի որ Coco Chanel-ին դուր էին գալիս շիրմաները, որոշեցի այս ինտերիերում եւս այն կիրառել ու ինչ-որ խնդրի պատճառով հենց շիրմայի վրա հայտնվեցին Coco Chanel-ի նկարներ, որը շատ գեղեցիկ տեսք ունի, բայց իհարկե սա այսպես չեմ թողնելու։ Եթե դիտել եք իմ նախորդ վիդեոն, ապա գիտեք, որ իմ էկրանը խնդիրներ ուներ եւ այդ խնդիրները լուծելը շատ ավելի թանկ արժեր, քան նորը գնելը, ուստի ես գնեցի նորը, որը դինամիկով է եւ ես վայելում եմ իմ աշխատանքային ընթացքը։ Լավ, վերջ, գնացինք աշխատելու։ Այստեղ փորձում էի գեղեցիկ կադր ստանալ, բայց քանի որ մի ձեռքում հեռախոսներ, իսկ մյուս ձեռքով փորձում էի գծել, ունենք այն ինչ ունենք։
Աշխատելուց ես միշտ ինչ-որ մի բան նայում եմ, եթե իհարկե երգ չեմ լսում, եւ այս անգամ նայում էի Սոկրովիշչե իմպերատորան, իմ շատ սիրելի հաղորդումներից մեկն է, սա արդեն երկրորդ եթերաշրջանն է, շատ հետաքրքիր է, կարող եք դուք եւս դիտել։ Նշեմ, որ այս կադրից ես ուղիղ 2 րոպե վիդեո ունեմ ու ոչ մի տարբերություն։ Ավարտել եմ արդեն ցուցակի բոլոր կետերը, պատերի դիզայնը արված է, շիրման տեղադրված է, ջահը կախված է, դիմացի պահարանը եւ գրապահարանն այն հատվածը արդեն կա, նույնիսկ այսպես հետաքրքիր լուծում եմ մտածել, ու հարտարասեղանը կա հայելիով, բրաներով, գեղեցիկ ծաղիկները կան, հանգստի հատվածը եւս պատրաստ է, ես գոհ եմ, երջանիկ եմ, իհարկե, քանի որ չգիտեմ, թե ինչ է սպասվում ինձ հաջորդիվ, բայց սկզբում եկեք շրջանք տեսախցիկներով։ Ես պարզապես ցանկանում եմ տեսնել, թե ինչ տեսք ունի արդյունքը ռենդերով եւ ֆայլը ուղղակի կախեց, անջատվեց, ես ռեստարտ տվեցի, բայց անօգուտ։ Եկել էի ուրախ, գնացի տխուր։ Իհարկե, այդ օրը ես որոշել եմ այլևս ընդհանրապես չզբաղվել դիզայնով։ Բայց հետո հիշեցի ձեզ իմ հետևորդներին եւ մի օր աշխատանքային ժամից հետո նորից նստեցի էկրանի առաջ։ Երևի տեսնում եք լարված վիճակս, քանի որ այս անգամ ռենդը միացել է, բայց առկա է մեկ այլ խնդիր։ Եվ այս պահին ես հիշեցի իմ սիրելի դերասանի ասած խոսքերը։ Ничего страшного, сеньорита. В больших городах случаются мелкие неприятности. Ինչպես նկատեցիք, պատերի մոլդինգների մոդելը վնասված է, ամբողջությամբ ջարդվել է, երբեմն նման խնդիրներ լինում են, բայց ամբողջ պատերը ես հենց այս մոլդինգն էի օգտագործել, իսկ դա նշանակում է, որ ամբողջությամբ պետք է փոխեմ։ Սա առաջին փորձնական ռենդերն է, որ ես անում եմ այս տարածքից, եւ ես հասկացա, որ ամեն բան պետք է փոխեմ։ Իրականում գրեթե միշտ ես հենց սկզբում եմ կարգավորում լուսավորությունը, տեսախցիկը, որպեսզի ռենդերը մոտավորապես հասկանամ ու ընթացքում անդադ ռենդերներ եմ անում, բայց այս անգամ որոշեցի մոդելինգ ամբողջությամբ հավաքել եւ միայն հետո անցնել նյութերի մշակմանը, ինչի պատճառով էլ հիմա ունենք այն ինչ ունենք։ Կարևոր որոշումներից մեկը շիրման հեռացնելն էր։ Արդյունքում հանել եմ գորգը, ջահը, շիրման, դիմացի պատի լուծումները որոշ առումով պահել եմ, բայց առհասարակ պատերի մոլդինգները չկան եւ հանգստի հատվածը դեռևս կասկածում եմ, կարծում եմ կփոխեմ։ Ցուցակս իհարկե կրկնապատկվեց, բայց ես չէի կարող ձեզ թողնել առանց վիդեոյի, այդ պատճառով մենք ունենալու ենք երկրորդ մաս։ Մինչ նոր հանդիպում։